Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Խզմալյան հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Խզմալյան, Մատենադարանը Եվրամիությանը երկարաժամկետ ծրագիր է ներկայացնելու։ Ինչ ծրագիր է դա եւ ինչ հնարավորություններ պիտի բացի։ Գիտեք, նախ ես եմ շնորհակալ այս հնարավորության համար, որովհետեւ այնինչ տեղի է ունենում Մատենադարանում վերջին շրջանում, շատ կարևոր է, որ հանրությունը լիարժեք իրազեկված լինի այդ process-ներից։ Եվրոպային մերձենալու այս process-ում մենք առաջարկել ենք Եվրոպական միության պատվիրակությանը Հայաստանում, պարոն Մարագոսին, դեսպանին, որ եկեք այս ինտեգրացիոն process-ներին հաղորդենք ավելի խորը իմաստ, այն բանով, որ խնդիրը միայն ապրանքների ներդաշնակեցման կամ համապատասխանեցման աշխատանքը չէ, այլ մենք իբրև Եվրոպային ձգտող եւ եվրոպական քաղաքակրթության մաս այդ թվում հանձնառություն ստանձնենք Եվրոպայի աջակցությամբ առնվազն տարածաշրջանում համակարգելու գրավոր ժառանգության վերականգնման, մշտադիտարկման աշխատանքները։ Սա չափազանց կարևոր է, որովհետեւ պատմականորեն Մատենադարանը պատասխանատվություն է ստանձնել ոչ միայն իր ժառանգության հայերեն ձեռագրերի հանդեպ, այլ եթե մտնեք մեր պահոց, օրինակ կտեսնեք, որ սուրբ գրքերին, ավետարաններին, Աստվածաշնչին զուգահեռ այնտեղ դրված են ղուրաններ, դրված են թորաներ, այսինքն պատմականորեն մեր նախնիները ունեցել են այս առաքելությունը եւ Մատենադարանը եթե ուզում է վերագտնի իր ճշմարիտ ուժը, իր ճշմարիտ քաղաքակրթական լիցքը, ապա նա պետք է պատասխանատվություն ստանձնի նաեւ առնվազն տարածաշրջանում, ընդ որում փոթորկվող եւ անհանգիստ տարածաշրջանում գրավոր ժառանգության անվտանգության խնդիրը, հատկապես որ մենք գործնականում արդեն ունենք այս առաքելությունը 15 տարի շարունակ Մատենադարանում իրականանում է հիշողության կերպարանքները միջազգային սեմինարը, ավելի քան 145 միջազգային կառույցներ մասնակցել են եւ ասեմ, որ այս տարի սեմինարին, հոբելյանական այս սեմինարին մենք հրապարակեցինք հռչակագիր, Երևանյան հռչակագիր, գրավոր ժառանգության պահպանության գլոբալ համագործակցության հռչակագիր, որին միացել են բազմաթիվ լուրջ կառույցներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԻԿՐՈՄ-ը, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ազգային գրադարանները եւ բազմաթիվ այլ կառույցներ եւ մեր գաղափարը հետեւյալն է՝ եվրոպական մանդատով, եվրոպական աջակցությամբ հետ կոնֆլիկտային կամ կոնֆլիկտային գոտիների գրավոր ժառանգության անվտանգության խնդրի կարգավորումը։ Մենք տեսեք, բայց այդ խնդիրը իրականում կա, պարոն Խզմալյան։ Իհարկե կա։ Օրինակ այս տարի Սիրիայի ազգային գրադարանի տնօրենն էր եկել Մատենադարան մեր այդ սեմինարին եւ ոչ միայն իրենից, այլև մեր մյուս բոլոր գործընկերներից մենք լսում ենք, որ նույնիսկ տարական պատկերացում, թե կոնֆլիկտից հետո գրավոր ժառանգությունը ինչ վթարի է ենթարկվել, ինչ աղետի է պատահել, մենք չունենք։ Այսինքն մինչև մենք չունենանք ախտորոշումը, մինչև մենք չունենանք իրական պատկերի ստույգ գնահատականը, մենք չենք կարող դրա վերականգնման ռազմավարություն մշակել։ Մենք բացել ենք լաբորատորիաներ, մենք տարեցտարի կատարելագործում ենք մեր վերականգնողական ենթակառուցվածքները, մասնագիտական կարողությունները, աննախադեպ ձևով ընդլայնել ենք մեր համագործակցությունը աշխարհի տարբեր երկրների հետ, Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա, Չինաստան, այդ եվրոպական երկրների հետ ամենասերտ համագործակցությունը առաջատար վերականգնողական կենտրոնների, գրադարանների հետ եւ կարծում եմ, որ այն ցանցը մասնագիտական, որ այս տարիների ընթացքում մենք ձևավորել ենք, պետք է կապիտալիզացնել եւ պետք է մեր երկիրը իդեմս Մատենադարանի հանդես գա որպես գլոբալ գրավոր ժառանգության process-ները համակարգող ինստիտուտ եւ հաստատություն։ Գիտեք, եւ ես պարոն Մարագոսին նշեցի, որ մեր նպատակը բյուրոկրատական կառույց ստեղծելը չէ։ Մեր նպատակը, այսպես ասած, գրավոր ժառանգության շտապօգնության մեխանիզմի ձևավորելն է, երբ մեր վերականգնողները եվրոպացի մասնագետների հետ ուղղակի օպերատիվ կերպով հասնում են այնտեղ, որտեղ կան լուրջ խնդիրներ։ Իդեպ սա արդեն նաև իրականություն դարձավ նաև ԱԼԻՖ մշակութային ժառանգության դաշինք կա պահպանության այդպիսի, որի հոգաբարձուների խորհրդում սաուդիներն են եւ մենք ծրագիր ներկայացրեցինք, այդ ծրագիրը հաստատվեց եւ Մատենադարանում բացվեց հիշողության կերպարանքները սեմինարի շրջանակում արաբատար ձեռագրերի վերականգնման եւ հետազոտման լաբորատորիա։ Մենք դեռ դրան կգանք, բայց մինչ այդ դուք ասում եք, որ կարևոր է, որպեսզի թեկուզ հիմա ներկայում տարածաշրջանի մասշտաբով գրավոր ժառանգության պահպանումն ու վերականգնումը, նաեւ ուսումնասիրություններ եք դուք նախատեսում եք ծրագրի շրջանում։ Անպայման, գիտեք, դրանք տարանջատել դժվար է, որովհետեւ
շատ հաճախ մենք չենք կարողանում վերականգնել եւ ճիշտ նկարագրել, եթե չկա դրա գիտական հենքը, այսինքն դրանք շատ փոխկապակցված process-ներ են, բազմաթիվ հավաքածուներ ուղղակի չունեն լիարժեք գիտական նկարագրություն եւ մեր խնդիրն է օրինակ նույն արաբական մշակույթի, գրավոր մշակույթի հարցում մենք էլ մատենադարանում խնդիր ունենք առավել լիարժեք ցուցակներ ունենալու, բնականաբար այդ խնդիրն ունեն նաեւ հենց արաբական երկրները եւ մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ այս փոխադարձ մասնագիտական աջակցությամբ եւ մշտական կապի մի մեխանիզմ, որով մենք տեսանելի կդարձնենք այդ ժառանգությունը։ Գիտեք, սա շատ կարեւոր ուղերձ է առհասարակ աշխարհին, որովհետև տարիներ շարունակ մեզ մեղադրել են մահմեդական ժառանգության, իսլամական ժառանգության ոչնչացման մեջ, այնինչ մատենադարանի պահոց մուտք գործողը կտեսնի, որ դա այդպես չէ։ Եվ ցեղասպանության տարիներին մեր ավետարանների եւ մյուս սուրբ գրերի հետ դուրս են բերվել Ղուրանները եւ այլ քաղաքակրթությունների եւ կրոնների մշակույթը եւ գրավոր կոթողները եւ ես կարծում եմ, որ մենք ուղղակի մեր նախնիների այս բարձր գիտակցության եւ այս բարձր առաքելության վերադարձը պիտի ապահովենք։ Մեր տնօրինությունը այսպիսին է պատկերացնում մատենադարանը։ Իսկ ինչու է կարևոր, որպեսզի Եվրամիությունը հավանություն կամ ձեր ձևակերպմամբ մանդատ տա։ Գիտեք, որովհետև վերականգնման ոլորտում եվրոպական փորձը շատ մեծ է եւ առաջավոր փորձը թե տեխնոլոգիաների, թե մասնագիտական կարողությունների Եվրոպան առաջատարներից է, Եվրոպան մոտ է եւ ընդհանուր մեր մերձեցման արտաքին քաղաքականության համատեքստում ես կարծում եմ, որ սա շատ իրատեսական, պատահական չէ, որ մեր գործընկերները բավական ողջավորված են այս գաղափարով։ Մենք ներկայացրել ենք արդեն 1 տարվա պիլոտային ծրագիր, ես հույս ունեմ, որ դա հավանության կարժանանա, բայց ամեն դեպքում մենք այս գաղափարից չենք հրաժարվելու եւ ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաեւ դրա գործնական իրականացումները։ Լավ, պարոն Խզմալյան, հոգեվոր ձեռագրական կենտրոնների հետ եք համագործակցում, ինչ արդյունքներ են տալիս Անտիլիասի եւ Վենետիկի հետ համագործակցությունները։ Ամենադրական արդյունքները եւ թույլ տվեք ասել պատմական արդյունքները։ Տեսեք, այս տարի լրանում է Մխիթար Սեբաստացու 350-ամյակը եւ Մատենադարանում կազմակերպվելիք 2 օրից բացվում է 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը, որը նվիրված է Սեբաստացու Հոբելյանին եւ ամենակարևոր առարկայական նախաձեռնությունը, որ հնարավոր էր իրականացնել, հասկանալ, թե Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական հավաքածուները առհասարակ ինչ խնդիրներ ունեն, որովհետև այնտեղ էլ նկարագրված չէ խնդիրների ամբողջ, ուրեմն ինչ ասեմ, ամբողջ շերտերը խնդիրների եւ այս ամսվա հուլիսի 9-ին Մատենադարանի պատվիրակությունը, տնօրինությունը, նաեւ վերականգնողները մեկնեցին Վենետիկ, Սուրբ Ղազար կղզի եւ ըստ էության սա Վենետիկի ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման եւ վերականգնման երկարատև աշխատանքի մեկնարկներ, առաքելության մեկնարկը։ Մենք սա անվանում ենք առաքելություն, որտեղ իսկապես առաքելություն է։ Մենք չենք կարող իբրև հայ ձեռագրերի, հայերեն ձեռագրերի մայր կառույց անտարբեր լինել մատենադարանից դուրս գոյություն ունեցող մատենադարանի հանդեպ։ Մենք շատ մեղմիտ պիտի լինենք, որ մեր առաքելությունը սահմանափակենք միայն պահոցներով, այն հաստատությամբ, որը Փառք Աստծո ունի լիարժեք պետական հոգացություն եւ աջակցություն, Փառք Աստծոյի շուրջը համախմբել է բազմաթիվ հովանավորների, մենք անվտանգության, պահպանման բոլոր պայմանակարգերը լիարժեքության ենք հասցրել, մենք մեր բարերարների աջակցությամբ կատարելագործել ենք Մատենադարանի անվտանգության համակարգը, ձևավորել ենք ներքին անվտանգության ստորաբաժանում, ելքերի, մուտքերի, պահոցների եւ այլն, բայց չի կարող Մատենադարանի տնօրինությունը անհոգ կեցվածքով անտարբեր ուրեմն հայացքով նայել, թե ինչ է տեղի ունենում Մատենադարանի պատերից դուրս։ Եվ մեր հոգևոր ձեռագրական կենտրոնները՝ Վիեննան, Վենետիկը, Անտիլիասը, Պոլիսը, Երուսաղեմը, Զմարը, սրանք մեր հոգևոր գանձարաններն են եւ բարեբախտաբար մենք արդեն ունենք այնպիսի վստահության մանդատ մեր հոգևոր կենտրոնների կողմից, որ միսիաներ ենք, առաքելություններ ենք իրականացնում, երբ մեր հոգևոր հայրերը բերում են կենտրոններից պատմության մեջ առաջին անգամ, օրինակ անցյալ տարի Զմարից Երևան բերվեց եւ Մատենադարանում 1 շաբաթ ցուցադրվեց Մխիթար Գոշի Գիրք դատաստանի այդ կոթողի հնագույն օրինակը։
Սա վստահության ամենաբարձր դրսևորումն է։ Ոչ վերականգնումից բացի նաև ցուցադրություններ են իրականացվում, վերվում են, ցուցադրվում են, վերադարձվում են։ Այո, եւ վերադարձվում են, սա նույնպես աշխատանք է, որպեսզի գիտեք, մենք շատ հաճախ սխալ ենք ուղղակի խոսել մեր հոգեվոր կենտրոնների հետ։ Մենք ասել ենք, բերենք Մատենադարան, բերենք Հայաստան այդ ձեռագրերը, ես անձամբ համարում եմ, որ սա անհեռանկար խոսակցություն է, վտանգավոր խոսակցություն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ձգտի հրաժարվել իր ուրեմն արտաքին աշխարհում իր ներկայությունից, որովհետև դա մեր ներկայությունն է աշխարհում, դա մեր հարստությունն է աշխարհում։ Մեկ տեղում կենտրոնացնելու խնդիր դրված չէ։ Ամրապնդենք, աջակցենք, որ այդ կենտրոնները բարգավաճեն, ծաղկեն վարչական, նյութական, նյութատեխնիկական առումով, առավել եւս որ իրավական առումով դա հնարավոր բան չէ։ Մեր հոգեվոր ձեռագրական կենտրոնները ամբողջապես իրավազոր, ինչ ասեմ, ինքնավարության բացարձակ իրենց հնարավորություններով մեզ հաջողվեց համոզել, որ մեր նպատակն է Մատենադարանը դարձնել մեր այս կենտրոններին ծառայող, Մատենադարանից դուրս մեծ Մատենադարանին ծառայող մի հաստատություն եւ այդ ընկալումը կա եւ ես պատմական բան է ուղղակի, որ առաքելությունը մուտք գործեց Վենետիկի Մխիթարյան միաբանություն։ Իսկ ինչ խնդիրներ կային նույն ձեռագրերի հին վերականգնման առումով եւ ոնց է իրականացվում այս process-ը։ Կհավատաք, որ ես դեռ չեմ հասցրել մեր վերականգնողների հետ հանդիպել, 3 նոր նրանք վերադարձել են, բայց բնականաբար մշտապես կապի մեջ եմ եղել։ Իհարկե խնդիրներ կան, այդ խնդիրները նույն խնդիրներն են, ինչ որ ամբողջ աշխարհում կա, եւ հիմա մենք երբ վերջնական ունենանք պատկերը մշտադիտարկման, մենք արդեն պիտի փնտրենք ֆինանսավորում, պիտի ճիշտ բաշխենք մասնագիտական կարողությունները, որ գոնե հրատապ կերպով սկսենք հրատապ վերականգնում ունեցող ձեռագրերի նորոգումը եւ հետո դասակարգենք, թե ինչ հաջորդականությամբ ենք անդրադառնում ձեռագրերի վերականգնմանը։ Արդեն իսկ առաջարկ ունենք մեր մյուս հոգեվոր կենտրոններից, այս պահին Մատենադարանում Պոլսի եւ մյուս կենտրոնների, այդ թվում մեր ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բացվելիք վերականգնման բաժնի վերականգնման ուրեմն օղակի պատասխանատուները անցնում են վերապատրաստում։ Այսինքն Մատենադարանը իսկապես դարձել է այն գործարանը, այն շատ գործնական հարթակը, որտեղ ձևավորվում են մասնագիտական կարողությունները, որի կարիքը մենք շատ ունենք ամենուրեք։ Խոսեցիք հիշողության կերպարանքների միջազգային սեմինարի մասին։ Սա մի քանի անգամ արդեն բարբերաբար անցկացվող սեմինար է, բայց ո՞րն է դրա նշանակությունը հենց Մատենադարանի կյանքում։ Սա ըստ էության ամենամեծ գործիքն է, որով մենք այդ հավակնոտ ծրագիրը ներկայացրեցինք, կարելի է ասել ամբողջ աշխարհին, որովհետև շուրջ 20 երկիր է մասնակցում մեր այդ սեմինարին յուրաքանչյուր անգամ, դրանք եւ Միացյալ Նահանգներն են, եվրոպական երկրներն են, Կենտրոնական Ասիայի երկրներն են, Ճապոնիա, Չինաստան եւ այլն, եւ մեր գաղափարը որևէ մեկին չթված արտառոց, որովհետեւ այն կազմակերպչական մակարդակը, որ տեսնում են մեր գործընկերները եւ այն ենթակառուցվածքային հնարավորությունները, որոնք կան Մատենադարանում եւ մասնագիտական որակները, նրանք հասկանում են, որ այո, իրենց աջակցությամբ մենք կարող ենք ստանձնել այդպիսի միջազգային առաքելություն։ Ես ցավոք հնարավորություն չունեմ ընթերցելու Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրենի նամակը, որտեղ նա հիշում է նաև Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի խոսքը Մատենադարան այցելելուց հետո, այս տարի գիտեք, այցելեց Մատենադարան եւ առնվազն 3 կարևոր միջոցառման ժամանակ նա հրապարակեց, որ Եվրոպան Մատենադարանում է։ Եվրոպան Մատենադարանում է եւ դրա համար մեզ համար գոնե Եվրոպան դա համընդհանուր պատասխանատվության քաղաքակրթություն է եւ ինտեգրացիոն process-ը նաեւ այս արժեքային, բարոյահոգեբանական ու մտային ոլորտում պիտի լինի ինտեգրացիա։ Իսկ այս տարի որևէ տարբերություն նախորդ տարիներին անցկացված սեմինարներից կար, որևէ նորություն կար այստեղ։ Ես տեսա ձեր էկրանին ժողովածուն, որը հրատարակվեց այս տարի, սա 15 տարիների մասնակիցների լավագույն զեկուցումներն են ամփոփված այդ ժողովածուի մեջ։ Իդեպ մենք նաև նախատեսել ենք մեր պիլոտային ծրագրում սա դարձնել միջազգային շարունակական պարբերական, ստեղծել վերականգնման ոլորտի բառարաններ, հասկացական համակարգեր, էլեկտրոնային շտեմարաններ եւ այս տարվա հիշողության կերպարանքների թերևս հանգուցային նորությունը եղավ այն, որ մենք հրապարակեցինք գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության Երևանյան հռչակագիրը։ Սա քաղաքական ուղերձ էր, դա ենթադրում էր Մատենադարանի շուրջ համախմբում
բոլոր հեղինակավոր կառույցների մասնագիտական համախմբում նախ եւ առաջ, փորձագիտական համախմբում, դա նշանակում է, որ աշխարհում գրավոր ժառանգության վտանգվածության աստիճանն այնպիսին է, որ մենք չենք կարող չշտապել, մենք չենք կարող չմշակել շատ կոնկրետ գործող ռազմավարություններ եւ այն խնդիրները, որոնք առկա են ամբողջ աշխարհում, սա մի պետության, մի կառույցի լուծելիք խնդիր չէ։ Այստեղ պետք է միջազգային հանրության գլոբալ պատասխանատվություն, որը կունենա գործնական դրսևորում։ Բայց գլոբալ առումով գրավոր ժառանգության պահպանման ոլորտում առհասարակ ինչ խնդիրներ կան, որոնց վրա պիտի հենց այսօր ուշադրություն դարձնել։ Տեսեք, սնկաբանական ախտահարվածություն, հատկապես որ մեր ձեռագրական հավաքածուների մի մեծ մասը խոնավ կլիմայական պայմաններում են։ Այո, բորբոսասնկեր կան, միջատակերության հետքեր կան, ֆիզիկական մաշվածության հետքեր կան, ել չասեմ ռազմական գործողություններ, հակամարտություններ, որոնք ուղղակի արհավիրք են գրավոր ժառանգության համար, եւ դրանից բացի ես այս նույն շարքին, ուրեմն բնական աղետներին եւ զինված հակամարտություններին զուգահեռ նույն վտանգի նժարի վրա եմ դնում նաեւ մասնագիտական կոմպետենցիան, իրազեկվածությունը, որովհետեւ չիմացությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ձեռագրի վրա։ Սխալ վերականգնումը շատ ավելի վատ է, քան եթե չմոտենալ ձեռագրին ընդհանրապես։ Այսինքն պետք։ Այո, մեծ գիտելիքներ, իսկ վերականգնող դառնում են տարիների ընթացքում, ինչ մասնագիտություն, ինչ կրթություն էլ ունենաս, մասնագետ ես դառնում ձեռագրի հետ կոնկրետ աշխատանքի արդյունքում, որի համար առնվազն 3-ից 5 տարի է պետք, որ կարողանաս ասել ես ձեռագրերի վերականգնող եմ։ Այսինքն մենք առնվազն տարածաշրջանում վերապատրաստման դասընթացների, ամառային դպրոցների եւ տարբեր գիտաժողովների միջոցով մշտապես բարձրացնենք վերականգնողների մասնագիտական կոմպետենցիան։ Երրորդ միջազգային հայագիտական կոնգրեսը պետք է անցկացվի, սա աշխարհի առաջատար գիտնականների ու մասնագետների մասնակցությամբ անցկացվող կոնգրես է, բայց ինչ եք սպասում, ինչ նորություններ գուցե կարող են լինել։ Տեսեք, էլի, ինչպես նշեցի, մենք պիտի դառնանք ռազմավարություններ մշակող եւ իրականացնող հաստատություն, Մատենադարանը իսկապես գործնական իմաստով բարձրանա եւ կանգնի այն պատվանդանի վրա, որին ինքը արժանի է, որ միջազգային հեղինակությունը լինի ոչ թե նոմինացիոն եւ այսպես վարկանիշային, այլ շատ գործնական մի բան։ Եվ դրա համար մենք առաջարկել ենք նախարարությանը, կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարությանը այս կոնգրեսին, որ արդեն երրորդ անգամ է անցնում, տալ որոշակի կարգավիճակ, որովհետև կոնգրեսին մասնակցում են գրեթե բոլոր այն հեղինակավոր համալսարանները, որտեղ կան հայագետներ, պատրաստում են հայագետներ եւ կան հայագիտական օղակներ։ Դա լինի Հարվարդի համալսարանը, Օքսֆորդի, Բոլոնիայի, Լա Սապիենցան եւ այլ որտեղ որ Եվրոպայի այլ երկրներում եւ այս մարտիկ, որոնք գերազանց մասով օտարազգիներ են, սրանք հայագետները չեն, օտարազգի հայագետներն են գերազանց մասով։ Որպեսզի մենք ձևավորենք մի հարթակ, որտեղ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը հայագիտության ոլորտում առնվազն հասկանալի եւ տեսանելի լինի միջազգային հայագետների համար եւ միջազգային հայագետների բարձրացրած խնդիրները ճիշտ հասցեագրում ունենան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն 2 տարի շատ խոշոր վերլուծական փաթեթներ ենք ներկայացրել յուրաքանչյուր կոնգրեսից հետո, թե ինչ խնդիրներ կան հայագիտական պարբերականների, հայագիտական թեմաների եւ այլն, եւ հիմա մենք առաջարկել ենք ստանալ մանդատ եւ ստանալ կարգավիճակ գնալու այդ խնդիրների կարգավորման հետևից։ Եվ ըմբռնումը կա, քաղաքական դրական վերաբերմունքը այս ամենի հանդեպ կա, էլի ձևավորել ենք շատ լայն միջազգային ցանց հայագիտական եւ ես կարծում եմ, որ մեր գործընկերների հետ Երևանի պետական համալսարանի, մեր մանկավարժական համալսարանի եւ բոլոր մյուս կառույցների հետ, որոնք հայագիտական ուղղվածություն ունեն, համատեղ մենք կկարողանանք իսկապես հայագիտությունը դիրքավորել միջազգայինորեն եւ կոնգրեսը ոնց կօգնի։ Կոնգրեսը նպաստենք հայագիտության միջազգային Կոնգրեսը տեսեք, կոնգրեսի ձևաչափի այլ հարթակ չկա, որտեղ ամեն տարի հավաքվեն այսքան տարբեր կառույցների եւ գիտական հետաքրքրությունների մարդիկ եւ կարողանան հենց պետության ներկայացուցիչները։ Բայց եթե արդյունքների գնահատում անենք, հաշվի առնելով, որ սա առաջին անգամը չէ, սրանից առաջ եւս 2 անգամ անցկացվել է, դա գործնականում ինչ կերպ է նպաստել դիրքերի ամրապնդմանը։ Դա գործնականում տալիս է հետեւյալ, որ դրա արդյունքում ստեղծվում են նոր դրամաշնորհային հայտեր։
Դրա արդյունքում գտնում են գործընկերներ, գիտական համանման հետաքրքրություն։ Եղել են արդեն այդպիսի համագործակցություններ։ Դրա արդյունքում ժամանակը չեմ ուզում շատ ուղղակի, բայց իհարկե դրանք գործնականում կան եւ այ հիմա արդեն կարգավիճակից հետո, երբ որ մենք իսկապես ունենանք կարգավիճակ եւ այն հարցերը, որ բարձրացնում են հայագետները, կարողանանք նաեւ դրանց հետևել որպես իրագործում այդ խնդիրների, ես կարծում եմ, որ ավելի լուրջ արդյունքներ կունենանք։ Ամեն դեպքում ես ներողություն եմ խնդրում, այս 2 տարիների ընթացքում մեզ համար հստակ դարձավ արկա խնդիրների ամբողջ պատկերը։ Երբ որ մենք կոնգրեսը սկսում էինք, մենք նույնիսկ մոտավոր պատկերացում ունենք, թե ի վերջո ինչքան ովքեր կան, ովքեր են զբաղվում, որ համալսարաններն են զբաղվում, քանի համալսարան կա ի վերջո, որ զբաղվում է հայագիտությամբ։ Պարզվեց, որ քիչ չեն, չէ՞, բան։ Պարզվեց, որ քիչ չեն։ Այստեղ մի շատ կարևոր բան կա, որ մեր նպատակը չպիտի լինի ի հաշիվ ակադեմիական ազատության, այսինքն մենք երբեք չենք ներխուժելու, չենք մտնելու համալսարանների ակադեմիական ազատության, գիտնականների ինքնավարության դաշտ։ Մենք շատ կառուցողական մոտեցում ունենք, կան պետական ռեսուրսներ, պետական միջոցներ, որոնք կարող են ուղղվել այս եւ այս ուղղություններով։ Հիմա մարդիկ համախմբվում են, քննարկում են, գիտական նպատակները ձևակերպում են, շատ կարևոր է հասկանալ, որ սա գիտաժողով չէ, սա գիտության, քաղաքականության որոշարկման հարթակ է եւ մի կողմից պետությանը կողմնորոշող եւ մյուս կողմից մեր հայագետներին արտասահմանի հուշող, թե ինչ կարող են նրանք իրականացնել Հայաստանի Հանրապետության հետ։ Ամփոփում ենք զրույցը, Մատենադարանում կա Արաբատար ձեռագրերի լաբորատորիա, սա ինչքանով է կարևոր եւ ինչ է կարել, քանի ձեռագիր եք գուցե վերականգնել կամ ուսումնասիրել, ինչ տվյալներ կան։ Մենք գիտեք, որ բացի ինքնուրույն տեքստերից ունենք նաև օտարալեզու շատ հարուստ հավաքածու, որը իսկապես մեր գանձարանն է, մենք ունենք եզակի նմուշներ եւ առանձին մի սրահ Մատենադարանում նվիրված է հենց օտարալեզու ձեռագրերին եւ օրինակ, երբ գալիս է Ղազախստանի Հանրապետության նախագահը, նա անպայման այցելում է Մատենադարան տեսնելու օրինակ հայատար ղփչաղերեն ձեռագրերը։ Սրանք այն եզակի աղբյուրներն են, որտեղ ղազախական լեզուն գրավոր ամրագրված է։ Եվ այդպես շատ բաներ կան։ Ունենք հայատար քրդերեն աղբյուրներ, որոնք ըստ էության առաջին գրավոր արձանագրումներն են քրդերենի։ Եվ այսպիսի բաներ շատ ունենք, թե եվրոպական լեզուներով, թե մեր հարևան երկրների լեզուներով, եւ սա վերականգնելը, սրա հանդեպ նույն պատասխանատվությունը ցուցաբերելը եւ նույն չափ հռչակել ու հանրայնացնելը, սա ոչ միայն մտավորական դիրքորոշում է, ոչ միայն էթիկական դիրքորոշում է, սա նաեւ շատ լուրջ քաղաքական գործոն է եւ պատահական չէ, որ Մատենադարանը ամենամեծ այցելություններն ունի պաշտոնական պատվիրակությունների, որովհետեւ այնինչ մենք ենք ներկայացնում եւ ցուցադրում, բացի հիմնարար ազգային նշանակությունը ունի շատ խորքային միջազգային նշանակություն եւ դրանով է հետաքրքրությունը Մատենադարանի հանդեպ անսպառ միջազգային հետաքրքրություն։ Եվ վերջում որևէ նոր ձեռագիր, որևէ նոր հնություն, նվիրատվություն Մատենադարանը վերջին 6 ամսվա ընթացքում ստացել է, թե ոչ, ասում եմ 6 ամիս, որովհետեւ մենք 6 ամիս առաջ եւս մեկ անգամ հանդիպել ենք։ Մենք հիմա կոնգրեսի շրջանակում, դուք գիտեք, արդեն ավանդության ուժ է ստանում 1 տարվա հավերժությունը ցուցադրությունը, որտեղ ներկայացվում են նախորդ տարվա հուլիսից հաջորդ տարվա հուլիս ընկած ժամանակահատվածի ձեռագրական ձեռքբերումները։ Սա հաշվետվություն է ինքներս մեզ, հաշվետվություն է հանրությանը եւ հաշվետվություն է ապագային, որովհետեւ մենք Մատյանների տուն դարձը հռչակել ենք Մատենադարանի գերակա կարևորագույն առաքելություն եւ գաղափար եւ վերջին 3 տարիների ընթացքում մեզ հաջողվել է թե մեր հովանավորների, թե սեփական միջոցների, թե պետության աջակցությամբ 115 ձեռագիր միավոր բերել Մատենադարան։ Սա պատմության մեջ նախադեպը չունի այսպիսի նախաձեռնողականություն, ակտիվություն եւ դրա արդյունքում մի փոքրիկ Մատենադարան արդեն ձևավորված։ Եվ գոնե ինձ համար վերջին 1 տարվա եւ այս ցուցադրության բացման ժամանակ 3 նվիրատվություն ունենալու ենք։ Մենք դա չենք անվանում նվիրատվություն, մենք սա ասում ենք ընծայաբերում Մատենադարանին եւ դա տեղի ունենում շատ հանդիսավոր պայմաններում, որովհետեւ մեր ընկալման մեջ ամեն ձեռագրի հետ Մատենադարան մուտք է գործում Մեսրոպ Մաշտոցը։ Այնպես Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտը բերեց եւ ներկայացրեց եւ ինչ հանդիսավորությամբ դիմավորեցին գրերի գյուտը եւ Մաշտոցին, մենք ամեն անգամ կրկնում ենք այդ խորհուրդը
ձեռագիր ձեռք բերելով Մատենադարան։ Ինձ համար եւ ոչ միայն ինձ համար, Մատենադարանի մեր գիտնականների համար վերջին մի քանի տասնամյակներում ամենանշանակալի ձեռքբերումն ունեցանք Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, երբ ձեռք բերեցինք ուրեմն շնորհալու մի կոթողային աշխատություն, որը բացառիկ միջեկեղեցական եւ աստվածաբանական կարեւորություն ունի, եւ դուք հիշում եք, որ մի ձեռագրի մի թերթ է պահպանվում էր Մատենադարանում եւ շատ մեծ արժեք ձեռագիր էր Վիեննայի աճուրդներից մենք 7 ամսով հետաձգել էինք աճուրդը եւ հաջողվեց դա բերել եւ անկախության օրվան ընթառաջ Արամ Խաչատրյան համերգասրահում կառավարության ղեկավարի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ մեկ թերթի եւ ձեռագրի վերամիավորման այդ խորհրդանշական արարողությունը։ Եվ ես ուզում եմ կրկնել իմ միտքը, որ եթե մեկ թերթի թիկունքում կա պետություն, ամբողջ Մատյանը կգա եւ կմիանա այդ մեկ թերթին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցը Սարա Խզմալյանն էր, կհանդիպենք։